Հանրապես Մարսելը ինքը մի քիչ Գեորգի թեման մտնեմ, փսիխոսոմատիկա է, առաջի բանը հենց մարսողությունն է, լուբոյ ներվային հոգեվիճակ, ինչ ազդում է, միանգամից ամենաառաջինը հարվածում է մարսողությանը, դա բժշկությունն էլ է ապացուցել, գոյություն ունի կոչվում է Չիկագյան 5 մյակը, Չիկագսկա էպիցիորկը, որ ինքա հիվանդություն, հենց պրյամը ինքը փսիխոսոմատիկա է, էլի, հենց քո աշխարհընկալումից է գալի ու ամենաառաջինը դա սիրտանոթայինն է, մեկ էլ աղիք ստամոքսայինն է։ Ստամոքսի ցանկացած հիվանդություն դա բան է, դա փսիխոսոմատիկա է։ То есть դու այդ շրջակա միջավայրը ինչպես ընկալում ես, այդ ձևը էլ քո մոտ մարսողությունն է գնում։ Բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան ասեմ, որ մարդկությունը մի 80 տարի է, էլի, որ ամեն օր հաց է ուտում։ 100 տարի, 200 տարի առաջ մարդիկ ամեն օր հաց չէին ուտում, ամեն օր ուտելու բան չի եղել, որ ամեն օր ուտեն։ Ու հազարամյակներ շարունակ մեր մարմինը սովոր չի, որ ամեն օր ուտի, պլյուս այսքան ուտելու բան ուտի։ Այսքան ուտելու բանը շատ է ու մատչելի է ու հասանելի է։ Ու սա իրար կերցնում են։ Ու իսկ որ մեր մարմինը դրան սովորի, դա երկար ժամանակ է պետք։ Ու դրա համար երեխեքի մոտ գնացեք ցանկացած ատամնաբուժի հարցրեք, բոլորի մոտ ատամները արդեն փոքրված սկսում է փչանալ։ Ինչու է փչանում։ Որովհետև լյարդը, ինչպես Գեորգին ասեց, լյարդն է սաղ որոշումները տեղ կայացնում, եթե ուտելիք շատ է գալիս, բերանով է չէ մտնում, լյարդը միայն ատամ է ճանաչում։ Չերեզ լիմֆան է ատամն հետ փչացնում։ Ատամն հետ փչացնում է, որ ատամն հետ թափվի, որ դու այդքան չուտես։ Մարդ առաջի բանը, որ ատամն սկսում է փչանալ, դա ասում են դրա մասին, որ քո ուտելիքդ շատ ես ուտում, բայց մեկ է, դրա էլի խորքային պատճառը քո հոգեվիճակն է։ То есть, եթե լավ հոգեվիճակում ես, ինչքան էլ ուտես, լավ մարսելու ես։ Եթե լավ հոգեվիճակում չես, դու քո ստրեսը զայդատս անելու, էլի, որ ասում է զայլս, այն որ սկսում են ուտել։ Ու այդ քաղցրի պատմությունը вообще շաքարը ընդհանրապես չի եղել մարդկանց ռացիոնում հազարամյակներ շարունակ։ Շաքարը դա մի հատ եսիմ ինչ է եղել։ Մեղուների համար արձաններ էին դնում, գորգերի վրա էին գործում իրանց։ Մեղուի մեղրը դա եղել է վերջ։ То есть դրանից բայց հիմա քաղցրը ամենաէժան բանն է ու շաքարը ինքը առաջի նարկոտիկն է, ինքը вообще пищевой նարկոտիկ է կոչվում, որին վրա նստում ես։ Շաքարի բանը, որովհետև ինքը կոնցենտրացված է, բնությունում շաքարը այդքան քաղցր չէ, էլի, դաժե տարասնիկը, այդ բազուկը, որից շաքարը ստանում են, ինքը որ ուտում ես, ինքը այդ կարգի քաղցր չի։ Իրան կոնցենտրացրած վիճակ է, ու քո մարմինը իրա վրա սովորում է, որովհետև քաղցրը առաջներում հազարամյակներ շարունակ մարդիկ երբ քաղցրը համը բան էին անում, դոֆամինը բարձրանում էր։ Հաճույք էին ստանում, դոֆամինը բարձրանում է ու նարկոտիկ է, էլի, լուբոյ նարկոտիկի պրիվոկանին ինչ է սովորում, դա դոֆամինի սպլեսկ է։ Բայց որ արդեն սկսում ես իրան շատ օգտագործել, այդ սպլեսկը ամեն անգամ իջնում է, դա հոգեբանությունում ասում են պերցեպցիա, То есть եթե մի բան դու համը զգացել ես առաջինը, հաճույք ստացել ես, որ երկրորդ համը նույնից նույն ձևի զգաս, 2 անգամ ավել լինի, չես զգալու, գոնե պիտի մի 4 անգամ ավել լինի առաջի համից հետո, որ դու էլի նույն ձևի զգաս։ Ու դրա համար այդ շաքարը նույն ձևի մարդ որ սկսում է կիրառելը, ինքը ամեն անգամ ավելի է շատանում ավելի, որովհետև մարմինը իրան ուզում է, որ այդ դոֆամինը շատացնի։ Դոֆամինը որ շատանում է, մարսողությունը բանանում, բայց դրա համար խոհանոցներում, ցանկացած խոհանոցում, սաղ սոուսները քաղցրով է։ Այդ քաղցրը դրա համար է, որ մարսողությունը լավանա, եթե ինքը քիչ քանակի է, ինքը որ սոուսի մեջ քաղցրություն կա, այդ քիչ քանակի քաղցրը ապերիտիվները միշտ քաղցրով են անում։ Եթե լուրջ այդ խոհանոցներում սկզբից մին թեթև քաղցրսը փորձեք, մի հատ թեթև մին թեթև քաղցր բան փորձեք, տեսեք ոնց է ձեր ախորժակը բացվում, շատ քիչ, կարևորը շատ չանես։ Ու սկզբից դա այդ մի քիչ քաղցր են բանանում, հետո մնացած ուտելիքն է գալիս։ Ու դա այդ բանի մարսողության
պահը, բայց մեկ է, ինչքան ուզում եք մենք պատտվեք, մարսողությունը ինքը հոգեվիճակ է։ Եթե քո հոգեվիճակը լավ է, եթե դու երեկոյան եկել ես տուն շատ սոված, խալադильնիկը բացել ես, հաց կերել, հետո ասել ես խի կերա, այդ գիշերը տա ոչ մի բան չի մարսելու քո մոտ։ Բայց եթե ուտես ասես, էսիշ լավ է, էսիշ լավ հաճույք ստացա, ես միշտ օրինակ իմ փորձով, եթե գիշերը հաց եմ ուտում, ասում ես էսիշ լավ է, ու առավոտ զարթնում եմ, ես հատուկ փորձել եմ։ Առավոտ զարթնում եմ, как будто հաց չեմ կերել, բայց եթե ասում ես խի ես քան կերա, էլի կերա, դա ինքը բան է անում, շատ դժվար է մարսում, то есть մարսողությանը վրա ձեր մտքերն է ազդում, հենց հոգեվիճակը էլի մին կողմ դրած, բայց այդ պահի մտքերը, որովհետև ձեր մտքերը մեր հոգին ինքը կվանտային է, էլի մենք կվանտային կոմպյուտերներ ենք, մենք ինքներս մեր մտքերով կարող ենք այդ ծրագիրներն եւ լավ ծրագիրներ տակ եւ վատ ծրագիր տակ ու ձեր այսօրվա մտքերը դա ձեր վաղվա իրականությունն է այսօրվա իրականությունը դա երեկվա ձեր մտքերն է то есть դուք ինչ ձև եք աշխարհը ընկալում լավ եք ընկալում թե վատ եք ընկալում բայց աշխարհը միշտ էլ դժվարություն ամեն ինչ լինելու է կյանքը հենց փորձություն է դու առանց փորձության չես կարա դա չի լինում ու շատերը ուզում են փորձությունները այդ ստրեսները խուսափեն բայց դու ինչքան ուզում ես խուսափես ինքը քեզանից շուտ ավազում դրա համար ոչ թե դա խուսափելն է այլ այդ ստրեսակայությունն է դու պետք է ամեն այդ իրավիճակին նորմալ վերաբերվես եթե մեկը քեզ մին վատ խոսք է ասում կամ մին բան ասում որ դու նեղվես օրինակ ասում ես ինչ գեշ շոր ես ակել ուզում ա քո հոգեվիճակը վարի տա դու պետք է հասկանաս դրա խորքում ինքը ինչու է տա քեզ ասում քո մասին է մտածում թե ուզում է քեզանից սնվի բայց ինքը դա անգիտակցակ անում որովհետև իր հոգեվիճակը լավ չի ինքը ուզում է քո հոգեվիճակը դել վատանա ինչ որ մի բան ասում ու դու դրանից վատանում ես բայց որ հասկանում ես որ ինքը լավ չի դրա համար է քեզ էլ ուզում վատացնի դու ասում ես իվամ տավոժը ասում ես ձեզ էլ եմ շնորհավորում շատ շնորհակալություն դա այս ինձ որ մի հատ բանում տպագրում էին ժուրնալում ռեդակտորը զանգել ասում է այս ինչ վատ բաներ են ձեր մասին խոսում այդ ժուրնալում էլ կամանդոսն է ես իմ Լևոն Այրապետյանն է ինչքան հայտնի մարդ գիտեք ինձ էլ են մեջը տեղադրել ասում է չես պատկերացնում ինչեր են ասում դե ճիշտ են ասում էլի ասում է տես պատասխան կյանքում չեմ ոսել ասում բա ինչ անեմ արդարան ամ ասում ով է ասողը ասում այդ ում տպել եք մեկը ասել է ասում չէ ասում ասել է այն ում չեք տպել չէ ասում հա ասում դուք ում չեք տպագրել դա է չէ ասում եթե օրինակ կամ այս ես իմ Նիկիտա Սիմոնյան եթե ինքը ասել հարց չկա սա ուրիշ հարց է բայց ասում են դրանք ով չի топогребել это защитная реакция кому плохо да кому плохо он то и говорит да он каждый человек говорит то что у него внутри իրան ներսից է խոսում